Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301 թվականին և բազում դարերի ընթացքում նշանակալի այս իրադարձությանը նվիրված հոգևոր բազմաթիվ կառույցներ են վեր բարձրացել։ Ներկայացնում ենք Հայաստանում քրիստոնեության տարածման 1000-ամյակին նվիրված հայ միջնադարյան ճարտարապետության գեղեցիկ կառույցներից մեկը։ Բաց երկնքի տակ Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոն Հրազդանից 40 կիլոմետր հարավ-արևմտյան ուղղությամբ, Արայի լեռան հարավային ստորոտին է գտնվում Եղվարդ քաղաքը։ Այստեղ էլ տեսնում ենք 14-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Մենք գտնվում ենք Արայի լեռան փեշերին ուշ միջնադարյան ազիզբեկյան իշխանական տոհմի տիրույթում, որոնց իշխանական տոհմի անունը հիմնավորվել է Ազիզբեկ Ա իշխանի անվամբ, որը գործել է 13-րդ դարի վերջին, 14-րդ դարի սկզբներին եւ եղել է այս տարածաշրջանի, ասել է թե Եղվարդ այն ժամանակվա քաղաքի, որը հայտնի է հին դարերից, որպես քաղաք Եղվարդ, Եղիվարդ անունով, նա հանդիսացել է այս քաղաքի իշխանը, որը հետևել է Եղվարդի բոլոր բնակավարների բարեկեցությանը, զարգացմանը եւ այլն։ Եվ 1301 թվականին իր կնոջ Վախախի տեսիլքի հիման վրա այս տարածքում հիմնում է այս ճկնաղագույն եկեղեցին, նվիրված քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1000-ամյակին, այսինքն 1301 թվականին, որը ըստ պատմագիտական տեղեկությունների զուգադիպել է նրա որդու Վաղճանին, որի աճյունը տեղադրված է առաջին հարկաբաժնում։ Կառուցվել է ոչ միայն նվիրված 1000-ամյակին քրիստոնեության ընդունման, այլ նաև որպես տամբարան իր հավանաբար Վահամերիկ որդու հիշատակին։ Այստեղից հայ միջնադարյան ճարտարապետության էջերում մի նոր տիպ ճարտարապետական հորինվածք է սկիզբ առնում՝ տամբարան եկեղեցի։ Մենք նախ անդրադարձել ենք Կապուտանին, որը այս տիպի վերջին օրինակն էր, Եղվարդի Սուրբ Աստվածածինը առաջին նմանօրինակ կառույցն է հիմնադրված հենց 14-րդ դարի սահմանագլխին, առաջին տարում։ Այնուհետև իր զարգացումն է ունեցել նաև Նորավանքի եկեղեցում Մամիկ ճարտարապետի կողմից, սակայն լինելով այս երեք կառույցները նույնատիպ խմբի ներկայացուցիչներ, ունեն իրենց եզակի առանձնահատկությունները, տարբերությունները ընդհանրության մեջ։ Նախկինում ունեցել է 3 տարբեր անուններ, ի վերջո անվանակոչվել է Աստվածածին։ Ըստ շինարարական պահպանված արձանագրության մուտքի բարավորի վրա ավարտվել է 1321 թվականին, այսինքն 20 տարի է տևել այս ճկնաղագույն եկեղեցու կառուցումը։ Առանձնանում է մյուս մեր ճարտարապետական կոթողներից նրանով, որ այստեղ եւս ինչպես միշտ շեշտադրվում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին որպես ճարտարապետության քանդակագործության համակցում, սա նույնպես կարելի է դասել նման տիպին, այսինքն քանդակագործության եւ ճարտարապետության հրաշալի մի հավատարություն, եթե Աղթամարում պատկերաքանդակային է հիմնականում գնում, այստեղ ավելի շատ զարդամոտիվային քանդակագործության օրինակներ ենք մենք տեսնում, գումարած դրան նաև ունենք կենդանիների առանձին քանդակներ, հարթաքանդակներ, որպես պահապան սիմվոլներ, արևելյան ճակատում երևում է կենդանավորսի պատկեր, որտեղ հովազը որսում է քարայծին։ Հարավային ճակատում այստեղ, որը ըստ իս ամենաճոխ երևի թե մշակումն ունի, սկսում է մեծադիր խաչաքանդակով, ըստ իս հիշեցնում է գորգա գործական ինչ-որ մոտիվներ։ Մեր ճարտարապետության մեջ զարդամոտիվների մշակումը, ընտրությունը միշտ կապ ունի հայկական արհեստների, արվեստների համակցման այդ ենթատեքստ ունի։ Այստեղ տվյալ դեպքում տեսեք խաչաձև հարթ մակերևույթ է, որը մշակված է մանր հարթազարդանախշերով, որը քարի գորգի տպավորություն ենք ստանում։ Եվ այս ամբողջը երիզված է խիստ ընդգծված պրոֆիլավոր քարից շրջանակով։ Այնուհետև բարձրանում ենք վերև, տեսեք վերևում արդեն ավելի ճոխ մշակման շրջանակի մեջ ներառված է արծիվը, որը
հայկական միջնադարյան ճարտարապետության մեջ բազմաթիվ տեղերում ընդունված է որպես հաղթանակի, որպես պաշտպանիչ հզորություն, խորհրդանիշ, այստեղ ընդգծված է նաև արյոցի զորեղությունը, հզորությունը։ Տեսեք, ճանկերի մեջ ավանակի ուրեմն քանդակ է սիմվոլիկ, հզորությունն է ընդգծված արծերի, որը ճակատի բարձրադիր հատվածում պետք է որպես պահապան հանդիսանա տվյալ կառույցին։ Արծիվից ներքև այս զույգ պատուհանը տեսեք դեկորատիվ զարդամոտիվներով մշակված շատ հետաքրքիր ճկնաղ ձև ունի, որի խոյակի վրա այս հատվածում շատ ուշադիր պետք է նայել, գրված է տվյալ կառույցի ճարտարապետի անունը՝ Շահիկ, վարդպետ Շահիկ։ Վարդպետ այն ժամանակ ընդունված էր անվանել ճարտարապետ քարգործ վարպետներին։ Վարդպետը կարծես վարդապետի եւ վարպետի մի տեսակ խառնուրդ ստեղծված ուրեմն տերմին է, որը շնորհվում էր այն ճարտարապետներին, որոնք ստանում էին հոգևոր կրթություն, լայն կրթություն, ոչ միայն ճարտարապետություն, այլ քանդակագործություն, երաժշտություն, գրչագործություն, ձեռագործություն, մանրանկարչություն, որմնանկարչություն, մասնագետների միջնադարում անվանել են վարդպետ, որոնցից մեկը Շահիկն է, որի Եվ այդ ամենը հենց այս քարե ստեղծագործության մեջ արտահայտված է արվեստ եւ երաժշտությունը եւ մանրանկարչությունը, կարծես մի հրաշագիր սիրտ։ Այդ ամենը ճիշտ նկատեցիք։ Վերարտադրված ոնց որ լինի իրենց այդ կոչման արդյունքում։ Եվ շատ հատկապես մեզ համար ճարտարապետներից եւ առավել եւս պատմագետների, արվեստաբանների համար շատ կարեւոր է, երբ որ գրությունները լինում են ժամանակին արված որպես փաստարկ։ Այսինքն կոնկրետ դեպքում մենք եթե արձանագրությունը այստեղ չլիներ Շահիկի անունը, միգուցե եւ չիմանայինք եւ ինչպես միշտ նշվում է անհայտ ճարտարապետի կողմից։ Տվյալ դեպքում ունենք Շահիկի անունը դրոշմված, որը շատ մեծ պատմագիտական արժեք ունի։ Մյուս առանձնահատկությունը Եղվարդի Աստվածածին եկեղեցու վեղարի քիվի տակ ունենք, տեսեք, գունավոր երևում է սա հաղճասալ է, այսինքն կերամիկական սալ, ջնարակված սալ, որը ամբողջ այս գոտում երիզված է եղել։ Տեսեք, այս կողքում բնիկը երևում է։ Հաղճասալերը եղել են ուղղանկյուն, տեսեք, սա աստղաձև եւ ունենք նաեւ բազմանկյուն տեսքն այսպես բոլորակ պատտված հաղճասալերի մի գունավոր գոտի, որը իր բնույթով եւ ձևերով հաստատված է, ապացուցված է մասնագետների կողմից, որ 13-րդ դարի ստեղծագործություն է, այսինքն դա հետագայի ընդելուզում չի, ագուցում չի, այլ ի սկզբանե եղել է այդպիսի։ Հնագետները Աղավնի Ժամկոչյանի եւ Արամ Քալանթարյանի Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու հաղճասալերը հոդվածում մանրամասն ներկայացվում է սյունազարդ գմբեթի ամրակայման աշխատանքներով թելադրված հաղճասալերի ամբողջական ուսումնասիրությունը։ Հետազոտողները նշում են, որ սալերի դժվարամատչելի տեղում գտնվելու հանգամանքով պայմանավորված դրանք գրեթե ծանոթ չեն եղել ուսումնասիրողներին։ Ընդհանուր առմամբ եղել են տարբեր տեսակի՝ քառակուսի, աստղաձև եւ բազմանիստ 52 հաղճասալեր, որոնցից ընդամենը մի քանիսն են պահպանվել։ Դրանք բուսական, կենդանական ու երկրաչափական զարդերով պատկերված դետալներ են, որոնց թվագրումը 13-ից 14-րդ դարեր ոչ մի կասկած չի հարուցում։ Ըստ հնագետների, տեղում կատարված մանրակրկիտ զննությունը ցույց է տվել, որ սալերը գմբեթի քարերի մեջ ագուցվել են ոչ թե տաճարի շինության ժամանակ, այլ հետագայում։ Շատ հավանական է, նշում են դրանք, որ դա կատարվել է 18-րդ դարում եկեղեցու վերանորոգման ժամանակ, քանի որ եկեղեցու հարավային պատին պահպանվել է մի արձանագրություն, որը տեղեկացնում է, որ 1745 թվականին Մովսեսի որդի Գրիգորը վերստին նորոգել է եկեղեցին։
Հանուր առմամբ մեր միջնադարյան ճարտարապետության մեջ կառույցների կլինի եկեղեցի, տաճար եւ այլն առավել ակտիվ մասը արևմտյան ճակատն է, որտեղից հիմնականում գլխավոր մուտքն է լինում եւ մոտենալով դեպի եկեղեցու կամ տաճարի մուտք արևելյան ճակատը ավելի փառահեղ ձևով է դիմավորում հավատացյալին, մարդկանց եւ այլն։ Եվ տվյալ դեպքում եւս տվյալ շեշտադրումը բնականորեն ունենք, ինչքան էլ հարավշքեղ լինի արևմտյան մուտքը ավելի առանձնահատուկ տեսք ունի միշտ բոլոր եկեղեցիներում։ Եվ տվյալ դեպքում պատկերացրեք, տեսնում ենք շքամուտքը իր քանդակազարդ բարավորով, որի վրա գրած է թիվը հայկական տառերով եւ մասնագետների վերծանմամբ 1321 թիվ, որը համարվում է շինարարության ավարտի տարեթիվը։ Մասնագիտական շրջանակներում համարվում է կրկնհարկ, բայց ես գտնում եմ, որ սա ճիշտ է համարել եռահարկ, որովհետեւ առաջի հարկը ուղղանկյուն հատակագծով քառակուսի, երկրորդ հարկը խաչաձև հատակագծով աղոթատեղին եւ երրորդ հարկը սյունակամարաշարային ռոտոնդան, որը ծառայել է նաև որպես զանգակատու։ Երկրորդ հարկ բարձրանալու խնդիրը լուծված է կրկին քարից աստիճաններով, ամեն կողմից երեքական աստիճան եւ ներքևից փայտից ժամանակավոր աստիճանով բարձրանալու խնդիրը լուծված է։ Այստեղ չունենք պահպանված։ Պահպանված այս երկուսը կոտրված են, այո, տեսեք, կոտրված, սա այդ քարերի հիմքերն են, որոնք հագուցված են քարաշարվածքի մեջ։ Եվ վերջինը, որ սա արդեն մուտքի դիմաց հարթակն է։ Նորավանքում աստիճանները իջնում են մինչև գետին, որտեղից կարելի է բարձրանալ։ Այս հանգամանքը թելադրված է նաև եկեղեցիների չափսից։ Մի մտովը եթե պատկերացնենք սա աստիճանաձև, եթե իջնի մինչև գետին, եկեղեցու սահմաններից դուրս կգա, դրա համար ինքը չափերին համապատասխան տրված է տվյալ լուծումը։ Ու տեսեք ինչ քեղաշուկ պատկեր ունենք երկրորդ հարկի արևմտյան ճակատի դեկորատիվ հարդարանքի մեջ, որի կենտրոնում մուտքն է քարաշթային ստալակտիտավոր շատ անգամ ասվում է, բարավորով, շրջափակված զարդաքանդակային ճոխ շրջանակով, այնուհետև այս մեծ շրջանակից վերև կրկին այստեղ ուժի ցուցադրության սիմվոլներն են, առյուծը եւ ցուլը։ Շուրջը երեզվում է խաչը մանրաքանդակ զարդաքանդակներով եւ կենտրոնում պարանահյուս ավելի խոշոր մասշտաբի զարդանախշով ընդգծելով խաչի հզորությունը։ Եվ այստեղ եկեղեցու գլխավոր հարթաքանդակային հանգույցն է, որով ավարտվում է երկրորդ հարկի ճակտոնը, տեսեք հյուսիսային կողմում Աստվածածինն է, գրկում ուրեմն մանուկ Հիսուսը, աջ կողմում, հարավային կողմում Հովսեփի հարթաքանդակ պատկերն է։ Սա կարծես պսակը լինի եկեղեցու եւ Մայրամ Աստվածածին եկեղեցու անունը եւս համապնդվում է տվյալ հարթաքանդակով։ Եկեղեցու վերանորոգումը տեղի ունեցել 1960-ական թվականներին։ Բավականին քայքայված քանդված վիճակում է եղել վերևի երրորդ հարկաբաժինը, հատկապես սյուները, խարիսքները, խոյակները եւ կամարները։ Եվ այդ վերանորոգումների ժամանակ բնականորեն տարածքում երբ որ մաքրման որոշակի աշխատանքներ են կատարել, եկեղեցուց դեպի հյուսիս բացահայտվել է 7-րդ դարի մեր տիպիկ խաչաձև եկեղեցու հատակագիծ։ Ժամանակին այստեղ ավելի վաղ շերտեր են եղել, ավելի վաղ եկեղեցի է գոյություն ունեցել, ասել է թե սրբավայրը ավելի վաղ 7-րդ դարի կամ 4-5-րդ դարի վկայություն ունենք եւ կարելի է ենթադրել, որ դրանից ավելի վաղ ժամանակներում որպես սրբավայր է եղել։ Մինչ այսօր վերանորոգման հիմնական աշխատանքներ չեն կատարվել, սակայն տեղական հոգևորականների նախաձեռնությամբ, ինչպես տեսնում եք, բարեկարգ վիճակի է բերվել տարածքը։ Այս ենթատեքստում հիշեցնեմ, որ 1901 թե որ թվականին դարի սկզբին, երբ որ համայնքը ավելի ծաղկուն տեսքի է գալիս, բնակավայրը մեծանում է, նախաձեռնում են արևմտյան կողմին կից կառուցել նաև գավիթ, որից արխիվային լուսանկարներ կան պահպանված,
որը աղճատել է եկեղեցու ընդհանուր պատկերը եւ 60-ական թվականներին, երբ որ կատարել են այդ նորոգումները, այդ կավիթը իրավացիորեն հեռացրել են եւ բացվել է այս եկեղեցու ճգնաղ ընդհանուր պատկերը։ Հյուսիսային կողմում եւս ունենք պատկերաքանդակներ եւ այնտեղ շատ հետաքրքիր մի քարայծի պատկեր կա, որտեղ կարծես հատուկ ինչ որ շեշտադրում է արված քարայծի պատկերաքանդակը ներկայացված է ավելի զարդամոտիվներով, այսպես զարդարելով, ոնց որ թե նվիրված լինի երևի իրենց վաղամեռիկ որդուն, նման ինչ որ մոտեցում եմ ես ներքուստ զգում։ Եվ ներքևում եւս ունենք, ինչպես հարավային կողմը, անդրադարձ ունենք նաեւ հյուսիսային կողմում խաչականդակ, մեծադիր խաչականդակ, որտեղ եւս կրկին արված է գորգ հիշեցնող նախշազարդի կիրառում։ Պարոն Բադիշյան, դուք նշեցիք, որ դամբարան կառույցներից սա առաջինն է։ Այո, առաջինն։ Եվ զարդաքանդակները, զարդանախշերը մենք միշտ նշում ենք, հա, Մոմիկին որպես ճարտարապետ եւ հզոր ճարտարապետ, բայց վարդպետ Շահիկը, հա, կարծես թե մի փոքր քիչ ավելի ճանաչում է ունեցել միգուցե, կամ մենք ենք ավելի քիչ հանրայնացրել նրա աշխատանքը, որովհետեւ հիասքանչ այս աշխատանքը ուղղակի առավել եւս որ առաջինն էր, հանրայնացման նաև կարիք ունի։ Այո, կարիք ունի եւ տեսեք հիմքում խնդիրը որն է, էլի։ Մոմիկը բոլորս գիտենք, Օրբելյան իշխանական տոհմի ճարտարապետն է, տոհմական ճարտարապետն է եղել, իսկ Օրբելյան իշխանական տոհմի եւ հզորությունը եւ գործունեության տիրույթը մենք գիտենք Վայոց ձորից մինչեւ Սյունիք եւ այդ հանգամանքը բարենպաստ ազդեցություն է ունեցել Մոմիկ վարդպետի գործունեության շրջանակները ավելի լայն տարածելու։ Այսինքն նորավանքում մենք խոսում ենք Թելաշենից, բայց նորավանքից ներքև Արենի Աստվածածին եկեղեցին եւս Մոմիկի մտքի արկասիքն է, հասնենք Տաթև, որտեղ Ստեփանոս Օրբելյանը տեղափոխվել էր Տաթև, համալսարանը Գլաձորից տեղափոխել էր Տաթև, այնտեղ նոր գործունեություն էր ծավալել զարգացման եւ այլն եւ այնտեղ ունենք Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, մայր եկեղեցու հարավային կողմից, որը եւս Մոմիկի արկասիքն է, այսինքն Մոմիկը ոչ միայն ստեղծագործել է այդպես լայն շրջանակներով, այլ նաեւ փաստագրվել է, որ դրանք Մոմիկի ստեղծագործություններն են, որը եւ բերել է ձեր ասած հանրահռչակմանը։ Չնայած Շահիկի գործերից էլ միայն սա չի որ հայտնի է, ելի ունենք գործեր որ հայտնի են, բայց ինչևէ ճիշտ եք նկատել հանրահռչակման կարիք ունի, դա պատմաբանների, արվեստաբանների խնդիրն է, երևի այս հաղորդումը առիթ կստեղծի, որ ինչպես Մոմիկի մասին առանձին կա գրքեր, հրատարակություններ եւ այլն, լուսաբանումներ, միգուցե ոչ միայն Շահիկի, այնտեղ ունենք Գալձակ, այնտեղ ունենք այլ վարպետներ, որոնց մասին ավելի քիչ են ներկայացված, հանրահռչակված, միգուցե առիթ լինի, որպեսզի այդ ուղղությամբ աշխատանք տարվի։ Ինչպես նշեցի, պեղումների ժամանակ հայտնաբերվել ավելի վաղ շրջանի եկեղեցու հիմքերը, որը հատակագծի տեսքով մենք տեսնում ենք, եւ հայտնաբերվել է մեկ թոնիր, որը գտնվում է այդ եկեղեցուց դեպի հյուսիս, այնտեղ կա, տեսնում եք, եւ հայտնաբերվել է այս թոնիր հիշեցնող, բայց բավականին մեծ չափերի տնտեսական հոր, այդպես է մասնագիտական շրջանակներում ուրեմն ներկայացում, ինչ է իրանից ներկայացնում։ Սա ուրեմն գետնափոր հորեր են փորել, այնուհետև քարաշարվածքով իրան ապահովել են, որպեսզի հողից առանձնանա, եւ տեսեք քրաշաղախը, ամբողջ մակերեսը քրաշաղախով պատված է եւ այստեղ ստեղծել են միկրոկլիմա համապատասխան։ Կիրը որպես ախտահանիչ նյութ է տվյալ դեպքում եւ նաեւ խնդիր է լուծել միգուցե նաև ջերմամեկուսացման, որպեսզի արտաքին ջերմությունը չթափանցի եւ մթերքը ավելի երկար պահպանի։ Պայմանականորեն անվանում են այն ժամանակվա սառնարան։ Այսինքն ինքը տնտեսական նպատակով կառուցված հոր է, որը ծառայել է ժամանակվա եկեղեցու կարիքներին։ Եվ այստեղից մենք կարող ենք ենթադրել, որ եկեղեցի միայնակ չի եղել, թերևս տարածքում երևի ավելի ընդարձակ տարածք է եղել որպես վանական կառույցներ, մեծ տնտեսություն, որի դետալներից մեկն է ընդհանրապես, հա, այնտեղ ունենք նաև թոնիրը, որը բնական է հաց թխելու համար, այսինքն այստեղ հոգևորական ժամանակին կյանք է, գործունեություն է եղել։ Կարևորը մենք կենտրոնում այս բնական կանաչապատ ափսեի միջից կարծես մենք ունենք ծլարձակած մի մարգարիտ կառույց։
Պարոն Բադիշյան, ես տեսնում եմ խաչքարերը, որոնք այստեղ տեղադրված են, հին խաչքարեր են թերևս, որ պահպանվել են եւ ուղղակի հրաշալիորեն գտել են իրենց տեղը կապել, թե։ Սրանք բացառությամբ էս փոքրի մնացած բոլորը պատմական, հիմնականում 13-14-րդ դարի խաչքարեր են, որոնց մեծ մասը հայտնաբերվել է այդ պեղումների ժամանակ հողերի տակից եւ հետագայում որոշվել է ներկայացնել մի հատվածը ներկայացնել այս տեսքով տարածքում վերևի այս հենապատի շուրջն էլ ունենք նման խաչքարերի առանձին կոտրված բեկորներ, որոնք շատ մեծ արժեք ունեն։ Սա դենց առաջի հայացքից մեր համար սովորական է դարձել, բայց ընդհանուր առմամբ ամեն մեր սրբավայր այցելելուց խաչքարերը անկախ եկեղեցու արժեքից, տիպից, ճարտարապետական կերպարից, լուծումներից խաչքարերը առանձնահատուկ ոնց որ երանգ են ստեղծում, առանձնահատուկ որպես կողքից մի բարձրարժեք մշակույթ միշտ եկեղեցու կողքին ներկայանում են։ Գտնվում ենք եկեղեցու առաջին հարկաբաժնի ներսում, առաջի հայացքից անմիջապես աչքի ընկնում բեմի ճակատային հատվածի լուծումը, որը, ինչպես տեսնում եք, երիզված է մանրաքանդակ զարդանախշերով շրջանակով, որի ներսում, ինչպես դրսի համար ներկայացրի, գորգագործություն հիշեցնող զարդամոտիվներով պսակված է ամբողջ բեմառեջքի հատվածը։ Այստեղ շատ հետաքրքիր են նաև երկու կողմից աստիճանները, որոնք բարձրանում են դեպի բեմ, պտտվող աստիճաններ են կառուցված, որոնք բարձրացնում են դեպի բեմ։ Քանի որ հատակագծում ունի քառակուսի ձև, առաջի հարկը, վերևում պետք է քարի ծածկ իրականացվեր եւ այստեղ հայկական միջնադարյան ճարտարապետության դասական հաճվող թաղերի, գլանային թաղերի տեսակն է ընդրված որպես թաղային ծածկ։ 4 կողմից կիսագլանային թաղերը գալիս հատվում են կենտրոնում։ Եկեղեցու ընդհանուր զարդաքանդակային, զարդամոտիվային արտահայտվում է առաստաղի վրա խաչաձև թաղերի հատման գծերով, խաչաձև տեսքով իրականացված է մանրաքանդակ զարդագոտիներ։ Եկեղեցին շատ սիրված վայր է, նա կառուցված է 1301 թվին, նորոգումներ չի տեսել, երիտասարդությունն է հիմնականում գալիս։ Շատ սիրված է, միշտ այցելուներ լինում են, մենք էլ միշտ հաճախում ենք, շատ լավ է, շատ գոհ ենք, միշտ էլ լինում են մարդիկ։ Վերջի տարիներն են մի քիչ ավելի շատ սիրունացրել, վերանորոգել, բայց միշտ էլ եղել է, նորմալ լավ, շատ մարդիկ են եկել, տարբեր վայրերից եկել են, տեսել են։ Եկեղեցին կառուցվել է 1301 թվականին, քրիստոնեության ընդունումից 1000 տարի հետո։ Հաճախ եմ այցելում եկեղեցի ու եկեղեցին շատ եմ կարևորում իմ կյանքում։ Իր պատմության ընթացքում եկեղեցին ունեցել է 4 անուն՝ Սուրբ Առաքելոց, Սուրբ Խաչ, Սուրբ Նշան եւ վերջում Սուրբ Աստվածածին։ Գեղեցիկ այս կառույցն այսօր էլ սիրված վայր է ուխտավորների համար ու շարունակում է հիացնել բոլոր այցելուներին իր հոյակապ կառուցվածքով ու բարձրակարգ գեղաքանդակներով։ Բաց երկնքի տակ Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։